Երանելի է նա, ով այս ունայն կյանքում հանուն Աստծո ամբողջովին ազատվեց ամենայն երկրավորից և սիրեց միակ բարի գթասիր Աստծուն։ Երանելի է նա, ով առաքինություններ ձեռք բերեց և իբրև ցորենի արդ բազում պտուղներ բերեց Տիրոջը։ Երանելի է նա, ով դարձավ առաքինությունների մշակ, տնկեց հոգևոր որդը և հավաքելով ողկույծները իր հնձանը լցրեց կյանքի պտուղներով։ Երանելի է նա, ով իր հոգևոր եղբայրներին հոգևոր ուրախություն պատճառեց առաքինության պտուղներով, որոնք նա տնկեց իր չարչարանքով, որպեսզի նրանք պտղաբերեն ի Տեր։ Երանելի է նա, ով Աստված պաշտության մեջ է և աղոթում է, ինչպես երկնային հրեշտակ, ամեն ժամ մաքուր միտք ունի և տեղիք չի տալիս բանսարկուին, որ նա գերի իր հոգին և հեռացնի փրկիչ Աստծուց։ Երանելի է նա, ով կամովին կամեցավ լաց լինել և փշրված սրտով արտասուքներ է հեղում հողին, ինչպես թանկարժեք մարգարիտներ Աստծո առջև։ Երանելի է նա, ով սիրում է սրբությունը որպես լույս և չի պղծում իր մարմինը սատանայի խավար գործերով։ Երանելի է նա, ով սուրբ է պահում իր մարմինը Աստծո համար և չի ամաչեցնում իր հոգին անօրեն գործերով, այլ հաճելի է լինում Աստծուն։ Երանելի է նա, ով ատեց զազրելի և ամոթալի գործերը և իրեն իբրև կենդանի և աստվածահաճո զոհ մատուցեց Աստծուն։ Երանելի է նա, ով մշտապես հիշում է Աստծուն, քանի որ նա երկրի վրա, ինչպես երկնային հրեշտակը, բոլորանվեր կծառայի Տիրոջը լի երկյուղով ու սիրով։ Երանելի է նա, ով սիրում է ապաշխարությունը, որ փրկում է մեղավորներին, և հանձն չի առնում չարիք գործել, անշնորհակալ դառնալով մեր Փրկիչ Աստծո առջև։ Երանելի է նա, ով մնալով խցում իբրև խիզախ զինվոր պահպանում է արքայության գանձերը, այսինքն հանուն Աստծո անբասիր պահպանում է իր մարմինն ու իր հոգին։ Երանելի է նա, ով մնալով խցում երկնային հրեշտակի նման մաքուր խորհուրդ ունի և շուրթերով գովաբանում է նրան, ով իշխանություն ունի ամեն մի շնչավորի վրա։ Երանելի է նա, ով նմանվում է սերովբեներին ու քերովբեներին և երբեք չի ծուլանում հոգևոր ծառայության մեջ, անլռելիորեն բարեբանելով Տիրոջը։ Երանելի է նա, ով միշտ լցված է հոգևոր ուրախությամբ և առանց ծուլանալու կրում է աստվածային քաղցր լուծը, որովհետև նա փառքով կպսակվի։ Երանելի է նա, ով սրբեց իրեն մեղսալից անմաքրությունից, որպեսզի համարձակորեն իր մեջ ընդունի փառքի Թագավորին, մեր Աստծուն Հիսուս Քրիստոսին։ Երանելի է նա, ով ահ ու վախով ու երկյուղով է մոտենում հաղորդվելով Փրկչի սուրբ խորհուրդներին, գիտակցելով, որ իր մեջ ընդունում է անապական կյանքը։ Երանելի է նա, ով ամեն ժամ խոկում է մահվան մասին և իր մեջ անգործության է մատնել ամոթալի կրքերը, որոնք բռնկվում են գաղջերի սրտերում, որովհետև այդպիսին պիտի մխիթարվի իր մահկանացուն կնքելուց հետո։ Երանելի է նա, որ անընդհատ հիշում է գեհենի սարսափների մասին և շտապում է արտասուքով և հառաչանքներով անկեղծորեն ապաշխարել, որովհետև նա կազատվի մեծ տրտմությունից։ Երանելի է նա, ով կամավոր խոնարհեցնում է իրեն, որովհետև նա պսակ կստանա իրեն մեզ համար կամավոր խոնարհեցրածի կողմից։ Երանելի է նա, ով ամենայն երկյուղածությամբ մնում է իր խցում, ինչպես Մարիամը Տիրոջ ոտքերի մոտ և ինչպես Մարթան, որ շտապում է ընդունել Աստծուն և Փրկչին։ Երանելի է նա, ով Աստծո բոցավառող երկյուղով միշտ իր մեջ ունի Սուրբ Հոգու ջերմությունը և հրոտ ճարակ է դարձնում չար խորհուրդների փշերն ու տատասկները։ Երանելի է նա,
ով չի պղծում իր ձեռքերը անօրեն գործերով եւ Աստծո առջև պիղծ չի դառնում, քանի որ հենց դրա համար Տիրոջ առաջ դատաստան կլինի այն ահեղ օրը։ Երանելի է այն մարդը, ով ամեն օր իր մեջ հղկում է բարի եւ գեղեցիկ մտքեր եւ հույսով հաղթում վհատության նենգ զորությանը, որի դեմ պայքարում են ճգնավորները։ Երանելի է նա, ով հոգևոր անդաստանում նմանվեց քաջարի զինվորի, ով քաջալերում է ծույլերին եւ փոքրոքիներին ընթանալու աստվածային շավիղներով։ Երանելի է նա, ով առատ պտուղներ է տալիս, որի պատճառով էլ պահպանվում է սուրբ հրեշտակների կողմից, ինչպես որ բերժի ծառն է պահպանվում այգեպանի կողմից։ Երանելի է նա, ով հեզությամբ սիրում է ողորմությունը եւ թույլ չի տալիս, որ իրեն խաբի խորամանկ օձը միշտ ապավինելով բարի եւ գթասեր Աստծուն։ Երանելի է նա, ով պատվում է սուրբերին, սիրում է մերձավորին եւ իր հոգուց հեռու է վանում նախանձը, որի պատճառով Կայենը եղբայրասպան դարձավ։ Երանելի է նա, ով իր գործով ամոթով է թողնում տանջողին եւ իրեն չի կորցնում հեշտասիրության հրից, քանի որ այդպիսի մարդու հոգին ցողված կլինի Սուրբ Հոգու ցողով։ Երանելի է նա, ում միտքը դիվային խավար ամպերը իզորու չեն խավարեցնել եւ հեռացնել քաղցր լույսից եւ արդարների ուրախությունից։ Երանելի է նա, ով մշտապես լուսավորելով իր սրտի աչքերը ինչպես հայելում, իր մեջ տեսնում է Աստծուն, այդպիսին կձերբազատվի կրքերից եւ չար խորհուրդներից։ Երանելի է նա, ով սիրում է գեղեցիկ բարի խոսքը եւ ատում ամոթալի եւ կործանարար խոսքերը, քանի որ նա չի գերվի չարի կողմից։ Երանելի է նա, ով խրատում է մերձավորին Աստծո երկյուղով եւ չի գայթակղվում ամենայն ժամ վախենալով մեծ հովվի երկաթյա գավազանից։ Երանելի է նա, ով հնազանդվում է իր հոգևոր եղբորը եւ գոհությամբ համբերում է նեղություններին, քանզի այդպիսին պսակների կարժանանա։ Երանելի է նա, ով անձնատուր չի լինում անհուսությանը թուլակամ զինվորի պես, այլ զինված է կատարյալ համբերությամբ, որի համար բոլոր սուրբերը պսակների արժանացան։ Երանելի է նա, ով սիրում է ժուժկալությունը եւ իր որովայնի պատճառով, իբրև հեշտասեր եւ պիղծ, չի ենթարկվում դատապարտության, քանի որ այդպիսին կմեծարվի Աստծո կողմից։ Երանելի է նա, ով չի հարբում գինով ինչպես անառակը, այլ մշտապես ուրախանում է հիշելով Աստծուն, որով անդադար ուրախանում են բոլոր սուրբերը։ Երանելի է նա, ով Աստծո խոսքով իսպաս է դնում իր ունեցվածքը եւ փրկիչ Աստծո կողմից չի դատապարտվում իբրև արծաթասեր եւ մերձավորի նկատմամբ անողոք մարդ։ Երանելի է նա, ով հսկում է գիշերները աղոթելով, սուրբ գիրք ընթերցելով եւ բարի գործերով, այդպիսին կլուսավորվի եւ հավիտենական կյանք կունենա։ Երանելի է նա, ով դարձավ հոգևոր բարի ուռկան եւ շատերին որսած Տիրոջ շնորհով, նա ճշմարտապես պիտի գովվի Տիրոջից։ Երանելի է նա, ով մերձավորի համար բարի օրինակ եղավ եւ անթույլատրելի գործերով չգայթակղեցրեց իր նմանի խղճմտանքը, այդպիսին կօշնվի Աստծուց։ Երանելի է նա, ով մեծահոգի եւ ողորմած եղավ եւ չստրկացրեց իրեն գազանաբարո բարկացկոտությամբ, այսինքն չար զայրույթով, այդպիսին կբարձրացվի Աստծո կողմից։ Երանելի է նա, ով լցվելով սիրով նման է այն քաղաքին, որ շինված է բարձր լեռան գագաթին, որը տեսնելով թշնամին փախչում է սարսափած, վախենալով նրա ի տեր անսասանությունից։ Երանելի է նա,
որ տիրոջ հավատով փայլում է ինչպես բարձր աշտանակի վրա դրված պայծառ ճրագ եւ լուսավորում խավարած հոգիները, որոնք հետևեցին անհավատների եւ անօրենների ուսուցումներին։ Երանելի է նա, ով մշտապես սիրում է ճշմարտությունը եւ իր բերանը երբեք չդարձրեց չարի պղծության զենք, վախենալով ունայն խոսքի պատվիրանից։ Երանելի է նա, ով իբրև անմիտ մարդ չի դատում մերձավորին, այլ իբրև ողջամիտ եւ հոգեվոր էակ ջանում է իր աչքից հանել գերանը։ Երանելի է նա, ում սիրտը իբրև արմավենի ծաղկել է հավատի ճշմարտությամբ, այլ ոչ թե անհավատների ու անօրենների ուսուցումների փշերով է խեղդված։ Երանելի է նա, ով պահել է իր աչքերը եւ ոչ մտովի, ոչ էլ զգայաբար չի գայթակղվել մարմնի գեղեցկությամբ, որը շուտով կնեխի։ Երանելի է նա, ով նախքան դագաղի մեջ ապականվող մեր մարմնի մահը իր աչքի առջև ունի Հիսուսի գալստյան օրը եւ ատել է հպարտությունը։ Երանելի է նա, ով խորում է դագաղներում հանգրվանող մարդկանց բազմության մասին եւ մերժում է ամենայն գարշահոտ բղջախոհություն, քանզի հարություն է առնելու փառքով, երբ կհնչեն երկնային շեփորները բոլոր մարդկանց արթնացնելու համար։ Երանելի է նա, ով հոգևոր իմաստությամբ է նայում փառքով փայլող աստղերի բույլին եւ երկնքի գեղեցկությանը եւ կամենում է տեսնել ամեն բանի արարչին։ Երանելի է նա, ով երբեք չի մոռանում կրակը, որ իջավ Սինա լեռան վրա, եւ շեփորների ձայնը, եւ երկյուղով ու սրբազան ակնածանքով այդ ամենատեսնող Մովսեսին, եւ չի մոռանում նաեւ իր փրկությունը։ Երանելի է նա, ով իր հույսը դնում է ոչ թե մարդու, այլ Տիրոջ վրա, ով մեծ փառքով գալու է աշխարհը ճշմարտությամբ դատելու, քանզի այդպիսին նման կլինի ծառի, որ աճում է ջրերի գնացքում եւ չի դադարում պտուղներ տալուց։ Երանելի է նա, ում միտքը լի է շնորհով նման անձրևաբեր ամպի եւ մահկանացուների հոգիները դարձի է բերում, քանի որ այդ շնորհը նրան կբերի հավիտենական փառք։ Երանելի է նա, ով միշտ զգոն է իտեր, քանի որ դատաստանի օրը պաշտպանություն պիտի գտնի Աստծուց եւ ամուսնական արագաստի որդի դառնալով ուրախության եւ ցնծության մեջ կտեսնի Փեսային։ Իսկ ես եւ ինձ նման անհոգներն ու հեշտասերները պիտի հառաչենք ու լաց լինենք, տեսնելով մեր եղբայրներին անպատմելի փառքերի, իսկ մեզ տանջանքների մեջ։ Այս մասին եմ խորում ես, սիրելիներ, եւ արտասուքներ հեղում, որ սկսելով ընթացքը ես տկարացա եւ կանգ առա ճանապարհի կեսին դառնալով թշվառ տեսարան ինձ նայողների համար։ Ինչպես ես լաց չլինեմ իմ մեծ ծուլության եւ գաղջության համար։ Ոմանք իրենց խոնարեցրին խարազանով եւ երկաթով, ուրիշները ճգնարանում եւ պաղքով չարչարվեցին հանուն Աստծո, ուրիշները անապատում եւ մենության մեջ առաքինացան, ոմանք սյունակեցությամբ սխրանքներ գործեցին, այլք հնազանդությամբ ընդունեցին պսակները, իսկ ես թշվառս եւ ինձ նման ծույլերն ու փարասերները ճիշտ է թեև բարեպաշտության կերպարանք ընդունեցինք, սակայն մեր գործերով հեռացանք արդարությունից։ Ով է, որ կմտաբերի Սուրբ Մարտիրոսների տառապանքները ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց եւ չի զարմանա։ Նրանք խոնարեցնում են իրենց նմանվելով իրենց Տիրոջը, իսկ մենք պատիվներ եւ ողջույններ ենք փնտրում հրապարակներում։ Նրանք հանուն բարեպաշտության քաղցեցին, չարչարվեցին եւ բանտարկվեցին խավար խցերում, իսկ մենք կամավորապես դույզնիսկ չարչարանք չենք կարողանում կրել, այլ ամբողջ սրտով վազում ենք վայելքների հետևից։ Նրանք մինչի մահ համբերեցին վիրավորանքների եւ նվաստացումների, իսկ մենք բարի լուրը առածներս անտարբեր ենք։ Նրանք անցան կրակով, իսկ մենք չենք տանում նախատինքները,
Նրանք խոշտանգումներից հետո իտես ժողովրդի դուրս էին բերվում հրապարակներ, ուր և գնում էին ուրախությամբ, իսկ մենք լսելով նրանց սխրանքների մասին ապշում ենք, սակայն ցանկություն չունենք ընդօրինակելու նրանց սխրանքները։ Այդ պատճառով շատ հառաչանքներ ու արտասուքներ են պետք մեզ, որպեսզի երկնային արքայությունից դուրս չնետվենք, որտեղ մեծ փառք է պատրաստված արդարություն գործողներին։ Այսպիսով խույս տանք գաղջությունից և չտրվենք հեղգությանը ծիսակատարության ժամանակ։ Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը, այսինքն իր ծառաներին, ովքեր ամբողջովին իրենց կամքը հանձնում էին նրան, հանուն նրա անվան մերժում աշխարհը, հեռանում իրենց մարմնավոր ծնողներից, բախում են նրա դուռը 3-րդ, 6-րդ և 9-րդ ժամին, և երեկոյան, և առավոտյան, իսկ ավելի ճիշտ զորուգիշեր։ Եվ միթե կարծում ես, որ Աստված անուշադրության կմատնի նրանց նմանօրինակ խոնարհությունը, քավլիցի։ Նրանք կրում են ճգնություններ, զբաղվում են ձեռագործությամբ, համբերում պահքերին, տոկում չար ոգիների հարձակումներին, խոնարհեցնում ծնկները աղոթելիս, հաճախ երկրպագում աղերսելով նրա բարեհաճությունը։ Եվ միթե Աստված անուշադրության կմատնի այսպիսի աղաչանքները, քավլիցի։ Եթե որևէ մեկը թախանձակին դիմի անամոթ ու խստասիրտ մի այրի, ապա նույնիսկ այդպիսին կհամակվի կարեկցանքով, իսկ մարդասեր, բարի, գթառատ, անշնորհակալներին ողորմող Աստված միթե անուշադրության կմատնի այդպիսի վշտալից կյանքը, երկյուղը, հառաչանքը, բարությունը, սրբությունը, խոնարհությունը, լռությունը, ժուժկալությունը, համբերությունը և նվաստացումները հպարտներից, բնավ։ Ուստի սիրելիներս, չկորցնենք մեր հավատը, չծուլանանք աստվածպաշտության մեջ, այլ ընդհակառակը առավել համարձակությամբ բախենք դուռը։ Եվ որքան հաստատակամորեն բախես դուռը, այնքան առավել կմեծացնես քո վարձքը։ Ամեն ժամ արթուն եղիր, քանզի չգիտես, թե որ ժամին երբ չես սպասում, Աստված հրեշտակին կուղարկի քո հետևից, որպեսզի քեզ տանեն կյանքի շտեմարան արդարների մեջ, որպեսզի վերջապես հանգիստ գտնես և այլևս հոգսեր չունենաս այնտեղ, ուր չկա ոչ պատերազմ, ոչ թշնամի, քանզի այնտեղ չեն լինի մեզ հետ պատերազմող թշնամին և պատերազմի առիթները, իսկ պատերազմի առիթներն են գեղեցկության փափագը և այն տիրելու ցանկությունը, որովհետև հարության ժամանակ ոչ կին են առնում, ոչ էլ մարդու գնում, այլ կլինեն ինչպես հրեշտակները երկնքում։ Բացի այդ, պատերազմի առիթ է դառնում հարստությունը, երկրային փառքը, սակայն այս ամենը անցավոր են և կավարտվեն երկրի վրա։ Ահա թե ինչու սուրբերից մեկը մեզ ուսուցանում է. մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ կա, եթե մեկը սիրում է աշխարհը, հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և այս կյանքի ամբարտավանություն, որ հորից չէ, այլ այս աշխարհից։ Թե այս աշխարհն է անցնում, թե ցանկությունը, իսկ ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան։ Ինչպես որ փշուտների մեջ հայտնվածը խճճվելով նրանց մեջ բազում վերքեր է ստանում, քանի դեռ չի ազատվել դրանցից, իսկ երբ դուրս ելնի փշուտներից, այլևս չի վախենա դրանցից, այդպես և սուրբերն են, հայտնվելով նման տեղում, կոշիկի փոխարեն օգտագործում էին ջանասիրություն և աշխատասիրություն, ուստի և անցնելով փշուտների միջով չէին խոցվում դրանցից։ Իսկ նրանք, ովքեր տրվում էին գաղջության և մինչի մահ ատում չարչարանքը, նրանք տուժում էին փշուտներից։ Այս խորհուրդն ունի տերունական այն առակը,
որտեղ Տերը հրամայեց իր վերադարձած անարակ որդուն հագուստի և մատանու հետ միասին տալ նաև կոշիկներ, որպեսզի անվախ և համարձակ կերպով տրորի օձի գլուխը։ Փշոտները նմանեցվում են իրական կյանքին, որտեղ փշերի նման, տատասկների նման աճում են մեղքերը, իսկ մաքուր տեղը վերին Երուսաղեմին, մեծ թագավորի քաղաքին, որտեղից փախել են հիվանդությունը, տրտմությունը և հառաչանքը։ Երանի թե բոլորս էլ հասնենք այդ քաղաքին մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ։ Ամեն։